Մատթեոս 27-րդ գլուխ։ Երբ առավոտը բացվեց, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը խորհուրդ գումարեցին Հիսուսի մասին նրան սպանելու համար։ Ապա կապեցին նրան և տարան ու հանձնեցին հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտասուն։ Այն ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին ու ժողովրդի ծերերին, ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դու գիտես»։ Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։ Իսկ քահանայապետները արծաթ դրամները վերցնելով ասացին. Օրինավոր չէ դրանք տաճարի գանձանակը գցել, որովհետև արյան գին են։ Եվ խորհրդակցելով այդ դրամով գնեցին բրուտի ագարակը, որպես գերեզման օտարների համար։ Այդ պատճառով այդ արտը մինչ օրս կոչվում է Արյան ագարակ։ Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասված խոսքը. Վերցրին 30 արծաթը վաճառվածի կինը, որ գնահատվել էր Իսրայելի որդիների կողմից, և այն տվեցին բրուտի ագարակի համար, ինչպես Տերն ինձ հրամայել էր։ Հիսուսը կանգնեց կառավարչի առջև։ Կառավարիչը հարցրեց նրան և ասաց. Դու ես հրեաների թագավորը։ Հիսուսն ասաց. Դու ես ասում։ Եվ երբ ամբաստանվեց քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց։ Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. Չես լսում, թե դրանք որքան բաներ են վկայում քո դեմ։ Հիսուսը նրան չպատասխանեց նույնիսկ ոչ մի բառ, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։ Զատկի տոնի կապակցությամբ կառավարիչը սովորություն ուներ ժողովրդի համար մի բանտարկյալ ազատ արձակելու, որին նրանք էին ցանկանում։ Այդ ժամանակ մի նշանավոր բանտարկյալ ունեին, որի անունը Հեսու Բարաբբա էր։ Երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. Այս երկուսից ում եք ուզում, որ ձեզ համար ազատ արձակեմ, Հեսու Բարաբբային, թե Հիսուսին, Քրիստոս կոչվածին։ Քանի որ Պիղատոսը գիտեր, որ նախանձից էին մատնել նրան։ Մինչ նա ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան, ասելով. Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան։ Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ պահանջեն Բարաբբային, իսկ Հիսուսին մահվան դատապարտեն։ Կառավարիչը դիմեց նրանց և ասաց. Այս երկուսից ում եք ուզում, որ ձեզ համար արձակեմ։ Նրանք ասացին. Բարաբբային։ Պիղատոսը նրանց ասաց. Իսկ ինչ անեմ Հիսուսին, Քրիստոս կոչվածին։ Ամենքն ասացին. Թող խաչվի։ Կառավարիչն ասաց. Ինչ չարիք է գործել։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. Թող խաչվի։ Պիղատոսը տեսնելով, որ օգուտ չկա, ավելին խռովություն է բարձրանում, ջուր վերցրեց ժողովրդի առաջ լված ձեռքերը և ասաց. Այս արդարի արյունից ես անպարտ եմ, դուք գիտեք։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց և ասաց. Նրա արյունը մեզ վրա և մեր որդիների վրա թող լինի։ Այդ ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին ձաղկել տալուց հետո հանձնեց, որ խաչվի։ Այն ժամանակ կառավարչի զինվորները Հիսուսին տարան պալատ և նրա շուրջը հավաքեցին ողջ գունդը, մերկացրին նրան և վրան կարմիր քղամիտ գցեցին։ Ապա փշերից պսակ պատրաստելով դրեցին նրա գլխին, մի եղեգ էլ տվեցին աջ ձեռքը։ Նրա առաջ ծնկի գալով ծաղրում էին և ասում. Ողջույն, հրեաների թագավոր։ Եվ թքելով նրա վրա, եղեգն առնում ու խփում էին նրա գլխին։ Նրան ծաղրուծանակի ենթարկելուց հետո վրայից հանեցին քղամիդը և հագցրին իր հագուստը, ապա տարան նրան խաչը հանելու։ Դուրս ելնելով գտան Կյուրենացի մի մարդու, Սիմոն անունով, և նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչափայտը կրի։
Հասնելով Գողգոթա կոչված տեղը, որը նշանակում է գագաթ, Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին, որ խմի, և երբ համտեսեց, չուզեց խմել։ Ապա նրան խաչը հանեցին և նրա հանդերձները բաժանեցին վիճակ գցելով, որպեսզի իրականանար մարգարեի կողմից ասված խոսքը. Իրենց մեջ բաժանեցին իմ հանդերձները և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին։ Զինվորները նստած պահակություն էին անում նրա վրա։ Նրա գլխի վերևը դրեցին նաև նրա հանցապարտության գրությունը, թե սա է Հիսուսը, հրեաների թագավորը։ Այն ժամանակ նրա հետ խաչը հանվեցին երկու ավազակներ, մեկը նրա աջից, մյուսը ձախից։ Եվ ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան, շարժում գլուխները և ասում. Վահ, դու որ քանդում ես տաճարը և 3 օրում կառուցում, ազատիր ինքդ քեզ, եթե Աստծու որդի ես, ցած իջիր այդ խաչից։ Քահանայապետները դպիրների ու ծերերի հետ միասին նույնպես ծաղրում էին նրան և ասում. Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել։ Եթե Իսրայելի թագավոր է, այս պահին թող այդ խաչից ցած իջնի, և նրան կհավատանք։ Ապավինեց Աստծուն, թող այժմ փրկի նրան, եթե սիրում է նրան, չէ՞ որ ասում էր. Աստծու որդի եմ։ Նրա հետ խաչված ավազակներն էլ նույնպես նախատում էին նրան։ Ցերեկվա 6-րդ ժամից մինչև 9-րդ ժամը խավարը պատեց ամբողջ երկիրը։ 9-րդ ժամի մոտ Հիսուսը բարձրաձայն գոչեց և ասաց. Էլի, Էլի, լամա սաբակթանի։ Այսինքն, Աստված իմ, ինչու լքեցիր ինձ։ Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. Եղիային է կանչում։ Նրանցից մեկն իսկույն առաջ վազեց, քացախով ներծծված սպունգը վերցրեց և եղեգին անցկացնելով տվեց նրան, որ խմի։ Իսկ ուրիշներն ասում էին. Թող տեսնենք, թե Եղիան գալիս է նրան փրկելու։ Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին անդեց։ Եվ ահա տաճարի վարագույրը երկու մասի պատռվեց, վերից վար, երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին, գերեզմանները բացվեցին ու ննջեցյալ սրբերի բազում մարմիններ հարություն առան։ Նրա հարությունից հետո գերեզմաններից ելնելով մտան Սուրբ քաղաքը և շատերին երևացին։ Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. Իսկապես որ Աստծո որդին էր սա։ Այնտեղ բազմաթիվ կանայք կային, որոնք հեռվում կանգնած նայում էին։ Նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին նրան ծառայելու համար։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը։ Երբ երեկո եկավ Հովսեփ անունով մի մեծահարուստ մարդ, որ Արիմաթեայից էր և աշակերտել էր Հիսուսին։ Սա գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց Հիսուսի մարմինը։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։ Հովսեփը մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց, որպես կափարիչ, և հեռացավ։ Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին, նաև մյուս Մարիամը։ Նրանք նստած էին գերեզմանի դիմաց։ Առավոտյան, այսինքն ուրբաթին հաջորդող օրը, քահանայապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ և ասացին. Տեր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը մինչ ողջ էր ասում էր 3 օր հետո հարություն պիտի առնեմ։ Արդ հրամայիր, որ գերեզմանը մինչև 3-րդ օրը զգուշությամբ պահպանվի։ Չլինի, թե նրա աշակերտները գիշերով գան, գողանան նրան և ժողովրդին ասեն, թե մեռելներից հարություն առավ։ Այս վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը։ Պիղատոսը նրանց ասաց. Պահակազոր ունեք, գնացեք ու շատիր պահպանեք, ինչպես որ գիտեք։ Եվ նրանք գնացին և գերեզմանը հսկողության տակ առան։ Քարը կնքեցին և պահակազոր նշանակեցին։